Հունվարի 31-ին անցկացված անգլերեն առարկայի միասնական քննությունից հետո սոցիալական ցանցերում մի շարք դիմորդներ եւ ծնողներ բարձրաձայնել են քննության ընթացքում արձանագրված տեխնիկական խնդիրների մասին, մասնավորապես երկրորդ եւ չորրորդ տարբերակների դեպքում։ Երկրորդ եւ չորրորդ թեստերը խոտաններով գրված երեխաներին կրկնակի ստրեսի ենթարկեցին։ Այսօր անցկացված անգլերենի քննությունն ամբողջությամբ խայտարակություն էր։ Էջերը վատ էին տպված, կրկին բաժանել են, շատ սխալներ կային երկրորդ ու չորրորդ տարբերակներում։ Ուսանողները շփոթվել են, սա ուղղակի անընդունելի է։ Այնուամենայնիվ պահանջում ենք չեղարկել քննության արդյունքները, քանի որ երեխաները պատրաստվել էին եւ մասնակցել այս անորակ քննությանը։ Քննությունը անցկացվել է խայտառակ ձևով։ Երկրորդ եւ չորրորդ տարբերակի աշակերտները պանիկայից ելնելով են տապալել քննությունը, իսկ մնացածը ՔԹԿ անձնակազմի առաջացրած աղմուկի պատճառով, ինչի արդյունքում հնարավոր չի եղել կենտրոնանալ։ Չեմ խոսում քննության մյուս ձախողման պատճառի մասին, սաստիկ ցրտի մասին, ուր են գնում այն վճարումները, երբ մենք բարձր ենք վճարում ջեռուցման համար։ Պահանջում եմ, որպեսզի բոլոր աշակերտները վերահանձնեն քննություն, վերոնշյալ բոլոր խնդիրները վերանայված։ Այսօրվա մեր կրթական համակարգը լճացում է ապրում, էլ չասեմ այս քննության մասին, խայտառակություն։ Խայտարակությունն էր տիրում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ գնահատման եւ թեստավորման կենտրոնը հայտնում են, որ 2026 թվականի հունվարի 31-ին անցկացված անգլերեն առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան, քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքների վրա։ Առկա հանգամանքը հաշվի առնելով որոշում է կայացվել 2026 թվականի մարտի 1-ին կազմակերպել անգլերեն առարկայի նոր միասնական քննություն։ Նոր քննությանը կարող են մասնակցել բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց ստացած քննական արդյունքի հետ, անկախ իրենց թեստի տարբերակից։ Նշվում է, որ կպահպանվի բարձր միավորը։ Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն չմասնակցելով նոր քննությանը։ Հայտակրման գործընթացի եւ կազմակերպչական մանրամասների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Աստղիկ Խաչատրյան այսօր։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացման շուրջ մտքեր են փոխանակել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբը։ Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել նման այցերի կարևորությունը Հայաստան-Հունգարիա հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Իշտվան Յակաբն իր հերթին շնորհակալություն է հայտնել ազգային ժողովի նախագահին ջերմընդունելության համար, նշելով, որ առկա է երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ։ Հունվարի 1-ից մեր երկրում գործում է առողջության ապահովագրության համակարգը 65 եւ ավելի տարիքի 50,073 թոշակառու հունվարի 29-ի դրությամբ արդեն ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը իրականացնելով խորհրդարանի վերահսկողական գործառույթը կազմակերպել է աշխատանքային քննարկում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետությունում երբևէ մեկ տատիկ կամ պապիկ երբևէ չի եղել, որ պետության պետական բյուջեի կողմից, ասենք օրինակ 4 միլիոն գումար ստանա իր առողջապահության համար։ Իսկ հիմա ասենք 57 այս պահի դրությամբ 57 հոգի 4 միլիոն, 158 հոգի 2-ից 4 միլիոն, 802 հոգի 1-ից 2 միլիոն, սա ուղղակի աննախադեպ է։ Այս թվերը ուղղակի շռնդալից կերպով ցույց են տալիս մեր կառավարության կողմից իրականացված քաղաքականություն եւ ցույց են տալիս, որ մեր հայրենակիցները, մեր քաղաքացիները միայնակ չեն իրենց առողջության խնդիրների հետ։ Հայաստանում այս պահին առողջության ապահովագրության համակարգի շահառու է 1.571,181 քաղաքացի։ Նրանց ընդամենը 18.3%-ն է վճարում ապահովագրավճար, մնացածը գտնվում են պետական հոգացության ներքո։ Այս բարեփոխման արդյունքում փրկվում են մարդկանց կյանքեր, որը ամենակարևորն է։ Մարդիկ վերագտնում են իրենց առողջությունը, աշխատունակությունը, չեն դառնում նաև ըստ էության հավելյալ սոցիալական ուրեմն ճնշում ավելացնում պետության վրա եւ պետությունը իր միջոցները ներդնում է, որպիսի մեր մարդկային կապիտալը զարգանա
եւ մաքսիմում ծառայի Հայաստանի Հանրապետության զարգացմանը, տնտեսական աճին։ Առողջապահության նախարարը նշեց, որ հունվարի 1-ից համակարգը սկսել է աշխատել եւ արդեն հունվարի առաջին օրերին եղել են սպասարկվողներ։ Այցերի թիվն արդեն իսկ 250,000-ը հատել է։ 6 ամսվա ժամկետում մենք նաև հանդես կգանք որոշակի ավելի բարելավող, ավելի ուրեմն մեր քաղաքացիների առաջարկների հիման վրա որոշակի առաջարկություններով։ Պատասխանելով падգամավորների ու ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ առաջիկա իրականացվելիք քայլերի հաջորդականությանը, մանրամասն ներկայացնելով պարզաբանումներ դիմելու կարգի համակարգում քաղաքացու կարգավիճակի վերաբերյալ։ Բազմաթիվ վարորդներ նշում են, որ իրենք աշխատում են, վճարում են հարկեր, բայց օրինակ չեն կարողանում օգտվել ապահովագրական ծառայությունից։ Ես ուզում եի հարցնել, այս մարդիկ որ թվականից են, այսինքն իրենք գրանցված են որևէ տաքսի ծառայությունում, ոչ թե աշխատանքային պայմանագրով, բայց փաստացի վճարում են հարկերը թուրքերի տեսքով, իրենք ասում էին, մենք էլ ենք ուզում միանալ, հաշվի առնելով որ իրանց ստաժ չի գումարվում, մենք ունենք գոնե նախնական իրանք որ փուլից են ինքնակամ թեկուզ կարող են գալ եւ գրանցվել։ Ամենայն հավանականությամբ խոսքը գնում է քաղաքական պայմանագրերով աշխատանքի մասին, ուրեմն նրանց համար օրենքը կսկսի գործել 2027 թվականի հունվարի 1-ից։ Պատգամավորները հետաքրքրվեցին նաև, եթե օրինակ ուսուցչի դրույքը կրճատվում է, այսինքն աշխատավարձը փոփոխվում է, այդ դեպքում նա դուրս է մնում ապահովագրության համակարգից։ Հարցին ի պատասխան նշվեց, որ եթե քաղաքացին 200,000 դրամից ավելի աշխատավարձ ստանալու արդյունքում մտնում է առողջության ապահովագրության համակարգ, ապա մնում է այդ համակարգում 12 ամիս, անկախ աշխատավարձի հետագա փոփոխությունից։ Արդյոք 65+ տարիքային խմբում գտնվող մարդիկ, որոնք սմարթֆոն չունեն եւ չեն կարող հավելվածը ներբեռնել, պարզապես օգտագործում են ամենասովորական կապի միջոցները, կա ինչ-որ տարբերակ այդ համաձայնությունը ստանալու, այսինքն առաջնային օղակում դա կլինի կամ որևէ միտեղ, ինչ պիտի անեն այն մարդիկ, որոնք որ սմարթֆոն չունեն, բայց շահառու են համարվում։ Քաղաքացիները մոտենում են առաջնային օղակի, իրենց պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, նրանց օգնում են գործընթացը իրականացնել։ Եթե անձը չունի սմարթ հեռախոս, ապա պոլիկլինիկայում նրանց ուրեմն բժիշկը բացում է այդ արմեդը իր արդեն տեսանելի դաշտերը եւ այնտեղ է համաձայնության կոճակը սեղմում ներկայացնելով պացիենտին եւ այսպես իրականացում, այսինքն այստեղ էլ որևէ խնդիր չկա, եթե չունի մարդը սմարթ հեռախոս, դա չի նշանակում, որ նա այս երաշխիքից ինչ որ առումով խնդիր կունենա օգտվելով։ Անդրադառնալով քաղցկեղով հիվանդների համար անվճար դեղորայքի հատկացմանը Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ապահովագրական փաթեթի շրջանակներում քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման արժեքը 1.2 միլիոն դրամի շրջանակներում է։ Քաղաքացին խնդրում է իր հարցը եւս հնչեցնել։ Քաղաքացին քրոնիկ հիվանդ է, օրինակ 10 տարի առաջ վիրահատվել է X բուժ հաստատությունում եւ արդեն 10 տարի տվյալ բուժ հաստատության բժիշկն է վարում քաղաքացու հիվանդության ընթացքը։ Նա այժմ առողջության ապահովագրության շահառու է։ Ցանկանում եմ ճշտել, հերթական ստուգման համար կարող է գնալ իր բժշկի մոտ եւ հետազոտության ծախսերը փակել ապահովագրությամբ, թե պարտադիր պետք է գնա պոլիկլինիկա։ Ամեն անգամ քրոնիկ վիճակի համար անհրաժեշտություն չկա գնալ ընտանեկան բժշկի, հետո գնալ նեղ մասնագետի մոտ։ Այստեղ էլ շատ մարդիկ էս շփոթել էին, որ ամեն անգամ մարդը ունի քրոնիկ վիճակ, արդյոք պիտի գնա ընտանեկան բժշկի մոտ, թերապևտի մոտ, հետո նոր գնա սրտաբանի մոտ։ Եթե ախտորոշումը դրված է եւ նա ունի այդ քրոնիկ վիճակը, նրա դիսպանսեր հսկողությունը վարումը նեղ մասնագետի կողմից իրականացնում է ուղիղ նեղ մասնագետը, բայց ախտորոշման համար այո, առաջին անձը, որ պիտի նա դիմի, դա իր ընտանեկան բժիշկը կամ թերապևտն է։ 2029-ին ապահովագրական փաթեթ կունենան Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ու ռեզիդենտները։ Առողջապահության նախարարությունն այս տարվա վերջին արդեն կտրամադրի հստակ վիճակագրություն, քանի անձ է օգտվել, մեկ անձի համար որքան է ծախսվել, մեկ անձն ինչ ծառայություններից է օգտվել, քանի դեղ է գնել եւ այլն։
Փետրվարի 2-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանի դիմավորման հանդիսավոր արարողությունը, պատվո պահակախմբի եւ զինվորական նվագախմբի մասնակցությամբ, հնչել են Հայաստանի եւ Հնդկաստանի պետական օրհներգերը։ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անիլ Չաուհանին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլաքշի Սահա Սինհան։ Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը, կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը։ Գեներալ Չաուհանը հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի պատրաստակամությունը շարունակելու համագործակցության զարգացումն առկա ուղղություններով եւ նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին լուրը տներից հանել է առողջական խնդիրներ ունեցող 65 տարեկանից բարձր քաղաքացիներին։ Նրանք հոծխմբերով ու տարբեր գանգատներով անվճար սպասարկվողների հերթի մեջ են։ Ովքեր անցած տարիներին չեն կարողացել անցնել ինչ-որ հետազոտություններ, լսելով, որ անվճար կարող են անցնել, բոլորը դիմում են։ Կենսաթոշակառուները գրեթե բոլոր հետազոտություններն, այդ թվում ամենաթանկարժեքներն անցնում են բժշկական ապահովագրության փաթեթով։ Սպասարկվողների թիվն օրեցօր է ավելանում։ Մենք մոտավորապես այս պահին կարող ենք նշել, որ 8000-ից ավել արտաքին ուղեգրումներ են արդեն ընդունվել, հա, եւ նեղ մասնագիտական խորհրդատվությունների համար, հա, անալիզների համար, հա, հետազոտությունների լաբորատոր դիագնոստիկ հետազոտությունների համար, գրեթե բոլոր հետազոտությունների մասով ամբողջությամբ փոխհատուցվում է պետության կողմից։ Միայն հունվարին ապահովագրության փաթեթով վիրաբուժական ծառայությունից օգտվել է ավելի քան 90 քաղաքացի։ Մեծ է եղել հատկապես սրտաբանական խնդիրներով կենտրոն դիմացների թիվը, որոնցից ավելի քան 40-ը ստենդավորվել են։ Տարիներ առաջ Գերմանիայում ստենդավորված այս տղամարդը պարբերաբար գանգատվել է սրտամկանի ցավերից, բայց բժշկի չի դիմել միջոցների սողության պատճառով։ Բժշկական համընդհանուր ապահովագրությունը ճիշտ ժամանակին օգնության ձեռք մեկնեց նրան։ Ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ, շտապ կարգով կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, ինֆարկտ պատասխանատու կորոնար զարկերակի ստենտավորում 1 ստենտով, կորոնարոգրաֆիայի տվյալներով բարձր, որ ունենք եւս 2 ստենտի կարիք, ապահովագրության շրջանակներում, ԱՀԱ-ի շրջանակներում պացիենտը եւս 2 ստենտ տեղադրվել է։ Նախկինում, երբ որ առաջարկում էինք ստենտավորում, որ պետպատվերի ոչ մի ծրագրի մեջ չէր տեղավորվում կամ ապահովագրություն չուներ, սոցխմբի չէր պատկանում անձը, հրաժարվում էին, հիմա հրաժարվողներ չկան։ Ստենտավորվելուց 2 օր անց 67-ամյա բուժարուն իրեն լավ է զգում, դուրս գնման է սպասում։ Ազատ քայլում եմ, շփվում եմ ու ոչ թե մենակ Գերմանիայում, այլ մի քանի երկրներում եմ հիվանդանոցներում եղել, Հայաստանը չի զիջում ոչ մի բանով։ Բուժկենտրոն դիմողների թվում շատ են ակնաբուժական գանգատներով տարեցները։ Պետությունն նրանց համար եւս շահավետ պայմաններ է ստեղծել, որ աչքի լույսը վերականգնելու համար միջոցների սովությունն այլևս արգելք չլինի։ Կարող եմ նշել ակնաբուժական ծառայություններից օրինակ, հա, կատարակտայի վիրահատությունները, ու քանի որ 65-ից 74 տարեկան բուժառուների շրջանում, հա, այդ հիվանդությունը բժշկական տվյալներով 50%-ից ավել դեպքերում ախտորոշվում է, եւ բուժառուները ստանում են իրենց բուժօգնությունը ներկա պահին ամբողջական փոխհատուցմամբ պետության կողմից։
Առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրով առանձնացվել է մի քանի տասնյակ անուն դեղամիջոց թոշակառուներին անվճար տրամադրելու համար։ Նախկինում, եթե այդ մարդիկ չունեին հաշվանդամության կարգ, չունեին սոցիալապես անապահովության թերթիկ, իրենք չէին կարողանում սպասարկվել, այսինքն այդ անվճար դեղորայքը իրենց չէր տրվում, իրենք գնում էին այդ դեղորայքը։ Իսկ այս պահին կարողանում են դեղորայքից օգտվել մեծ ծավալով անվճար։ Արմեդից օգտվել չկարողացող տարեցներն էլ խնդիր չեն ունենա, բուժաշխատողները հավելվածը կակտիվացնեն տեղում։ Շուրջ 20 տեսակի բաղադրիչներ 24/7 ռեժիմով միշտ թեժ վառարանում միախառնվում ապակու հումք են դառնում վայրկյանների ընթացքում վերածվում տարաների։ Սարանիստ ընկերությունը ապակյա շշերի տարաների արտադրությամբ է զբաղվում արդեն մոտ 35 տարի, արտադրական հզորություններով առաջատար դիրքում է Հարավային Կովկասում, կարողանում են համաժամանակյա գրաֆիկով անդադար աշխատանքի մեջ պահել միանգամից 4 վառարան։ Արտադրանքը մատակարարում է շուրջ 125 տեղական եւ 48 արտասահմանյան ընկերությունների մեծ մասը 66% արտահանվում է Վրաստանի Հանրապետություն։ Արտադրության մեջ անհրաժեշտ գրեթե բոլոր հումքերը ներմուծում են, որպես գերակա ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություն պարբերաբար ներդրումային ծրագրերի խթանման նպատակով դիմում են կառավարություն մաքսատուրքերից ազատվելու արտոնություն ստանում։ Գնագոյացման վրա անդրադառնում է նաեւ կառավարության աջակցությունը ուղղակիորեն, որտեղ այն տնտեսված գումարները, որոնք կառավարությունը կարողանում է արտոնել մեզ, դրանք ներդրվում են նույն արտադրության մեջ մրցունակ դառնալու համար ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս, օրինակ Վրաստանում։ Արտադրողականության տեմպը պահելու անհրաժեշտ հումքերն ապահովելու համար կառավարությունից հերթական աջակցությունը ստացել են 2025-ին։ 27000 տոննա դինատրիումի կարբոնատ ներկրելու համար ստացանք աջակցություն։ Ներդրումային ընդհանուր փաթեթը կազմում էր 3 միլիարդ 564 միլիոն դրամ եւ արտոնված գումարը շուրջ 178 միլիոն դրամ։ 5000 տոննան արդեն նախորդ տարի մենք ներկրեցինք եւ մնացածը 3 տարիների կտրվածքով։ Կառավարությունից աջակցություն ունեն ոչ միայն մաքսատուրքերի համար, նաև վերազինման, արտադրության արդիականացման գործընթացներում։ Վառարանների շահագործման ժամկետ գոյություն ունի 5-6 տարվա, որից հետո անպայման պիտի վերանորոգվեն։ Իսկ վառարանների վերանորոգման համար ամենակարևոր բաղադրիչը հրակայուն աղյուսն է։ Հրակայուն աղյուս ներկրելու համար մենք դիմեցին կառավարությանը, աջակցեց, վերանորոգումը շատ հաջող իրականացվեց։ Պետությունը գերակա ոլորտում գործունեություն իրականացնող բիզնեսի կողքին է ոչ միայն ներդրումները խրախուսելու, նաև ընկերության զարգացման, ընդլայնման հեռանկարում նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստելու նկատառումով։ 2024-ին մոտ 800 միլիոն դրամի հասնող ներդրումային ծրագիրը ներկայացնելիս արտադրությունում ներգրավված է եղել 590 աշխատող, ընկերությունը նախատեսել էր մինչև 2025 40 նոր աշխատատեղ բացել, աշխատակիցների թիվը հասցնել 630-ի։ Եվս 15 նոր աշխատատեղ նախատեսված են նախորդ տարվա ծրագրով։ Ընկերության գլխավոր տնօրենը նշում է, որ ընթացքում իրավիճակային տարբեր տատանումներով պայմանավորված 2026 են մտել նախապես պլանավորած թվին չհասնելով։ Այս պահին աշխատողների ընդհանուր թիվը հասնում է 605-ի։ Ներդրումային փաթեթներով կառավարության աջակցությունը հիմնականում մեզ օգնում է պահպանել աշխատատեղերը, ինչը շատ ավելի կարևոր է, աշխատատեղերը չնվազեցնել, ինչը մեզ հաջողվում է, եւ իհարկե մտածել նաեւ հետագա զարգացումների մասին։ Սարանիստը 2024-ին իրացրել է 9 միլիարդ 200 միլիոն դրամի արտադրանք, 2025-ին արդեն 9 միլիարդ 700 միլիոն դրամի։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը պետք է համաձայնագիր կնքի Միացյալ Նահանգների հետ եւ երաշխավորի, որ միջուկային զենք չի ունենալու։ Չգիտեմ կհամաձայնեն դրան թե ոչ, բայց նրանք բանակցություններ են վարում մեզ հետ, լուրջ բանակցություններ լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել է մեկնաբանել, ինչ գործողություններ է պատրաստվում իրականացնել Իսլամական Հանրապետության դեմ բանակցությունների ձախողման դեպքում։ Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Իրանի ուղղությամբ հզոր նավատորմ է ուղարկել եւ հույս էր հայտնել, որ
դրամական կիրառելու կարիք չի լինի։ Թրամփը հավելել է, որ հնարավոր գործողությունների մասին Վաշինգտոնը չի տեղեկացնում Մերձավոր Արևելքում իր դաշնակիցներին տեղեկատվության արտահոսքից խուսափելու համար։ Իրանի արտգործնախարարը համակարծիք է, հարկավոր է գործարքի հասնել եւ Թեհրանը չի պատրաստվում միջուկային զենք ստանալ։ Աբբաս Արաղչին նաեւ հույս է հայտնել, որ հակաիրանական պատժամիջոցները կչեղարկվեն։ Ստեղծված իրավիճակը Եգիպտոսի նախագահի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանի նախագահը Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը նախընտրում է լուծել առկա խնդիրները դիվանագիտական ճանապարհով, սակայն առանց Թեհրանին ուղղված սպառնալիքների։ Նա մեղադրել է ԱՄՆ-ին եւ Իսրայելին հակամարտություն հրահրելու համար։ Թեհրանը խորապես համոզված է, որ պատերազմն օգուտ չի բերի ոչ Իրանին, ոչ Միացյալ Նահանգներին, ոչ էլ տարածաշրջանի երկրներին, ընդգծել է Փեզեշքյանը։ Իսլամական հեղափոխության առաջնորդն էլ նախազգուշացրել է Վաշինգտոնին, եթե պատերազմ սկսվի, այն կտարածվի ավելի լայն տարածաշրջանում։ Ալի Խամենեին հավելել է, որ Իրանի ժողովրդին ամերիկյան նավոտորմով չի կարելի վախեցնել։ Մենք չենք ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա, բայց անհրաժեշտության դեպքում հզոր պատասխան կտանք, ընդգծել է Խամենեին։ Նրա ձևակերպմամբ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև այսքան տարի շարունակվող հակամարտությունը մի պարզ հարցի շուրջ է։ Վաշինգտոնը ցանկանում է կուլ տալ Իրանին եւ շահագործել Իսլամական Հանրապետության ռեսուրսները՝ նավթը, գազը, հանքերը, աշխարհագրական դիրքը։ Ինչ վերաբերում է երկրում դեկտեմբերի վերջից բռնկված ցույցերին, Խամենեին հայտարարել է, դա պետական հեղաշրջման փորձ էր, որը հաջողվեց կանխել։ Զուգահեռ իրանական կողմը հրապարակել է Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ զոհված 2986 քաղաքացու անուն։ Իրանի նախագահի գրասենյակի տվյալով ընդհանուր առմամբ զոհվել է 3117 մարդ, սակայն դեռ ոչ բոլորի ինքնությունն է հաջողվել պարզել։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ տարածքային հարցերը չեն կարող լուծվել առանց Վլադիմիր Պուտինի հետ անմիջական շփման։ Ուկրաինայի նախագահը շեշտել է, բաց են Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ ցանկացած ձևաչափով հանդիպումների համար։ Մենք կցանկանայինք, որ Եվրոպան եւս ներկա լիներ բանակցությունների որևէ փուլում, քանի որ մեր անվտանգության երաշխիքների բաղկացուցիչ մասը Եվրամիությանն անդամակցությունը, նշել է Զելենսկին։ Նա հավելել է, որ չգիտի արդյոք խաղաղության բանակցությունները վերջնական փուլում են։ Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների անվտանգության երաշխիքները, դրանց մասին փաստաթուղթն արդեն պատրաստ է, ընդգծել է նախագահը։ Զելենսկին նաև տեղեկացրել է, որ Աբու Դաբիում հունվարի 23-ից 24-ը ամերիկյան թիմի մասնակցությամբ տեղի ունեցած բանակցություններից հետո հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 4-ից 5-ը։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ բանակցությունները տեղի կունենան փետրվարի 1-ին, սակայն Զելենսկին հայտնել էր, որ ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին դրանց ժամկետները կարող են փոխվել։ Ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորումը մեկնաբանել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթեքերը, հայտարարել լավատեսորեն է տրամադրված խաղաղ կարգավորման հեռանկարի հարցում։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել էր, որ բանակցային գործընթացում առաջընթաց է գրանցվել, թեև կողմերն ընդունում են, որ տարածքների եւ անվտանգության երաշխիքների հետ կապված խնդիրներում դեռ չի հաջողվում փոխզիջման հասնել։ Զուգահեռ Մայամիում հանդիպել են Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների հատուկ բանագնացները։ Սթիվ Ուիտկոֆը արդյունավետ եւ կառուցողական է որակել Կիրիլ Դմիտրիևի հետ ունեցած բանակցությունները։ Նրա խոսքով այսպիսով Վաշինգտոնը շարունակում է միջնորդական ջանքերը նպաստելու ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ողջավորված ենք այս հանդիպումից, այն ցույց է տալիս, որ Ռուսաստանն աշխատում է Ուկրաինայում խաղաղություն ապահովելու ուղղությամբ եւ շնորհակալ է ԱՄՆ նախագահի ջանքերի համար, գրել է Ուիտկոֆը X-ի էջում։ Կրեմլի բանագնացը եւս կառուցողական է որակել Սպիտակ տան պատվիրակության հետ շփումները։ Կիրիլ Դմիտրիևի խոսքով ի թիվս այլնի քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ տնտեսական հարաբերությունները։ Վենեսուելայի իշխանությունները Կարակասում ընդունել են ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Լորա Դոգային, քննարկվել են երկկողմ համագործակցության ճանապարհային քարտեզը, փոխադարձ հետաքրքրության հարցեր։ Կողմերը պայմանավորվել են լուծել առկա տարաձայնությունները երկխոսության միջոցով, հիմնված փոխադարձ հարգանքի եւ միջազգային իրավունքի սկզբունքների վրա։ Լորա Դոգայի այցը Կարակաս նշանավորում է նաեւ Վենեսուելայի եւ Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, որոնք խզվել էին 2019 թվականին։ Նախատեսվում է, որ առաջիկայում Վենեսուելայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը կվերսկսի աշխատանքները։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ համաձայնության է հասել Նյու Դելիի հետ եւ Հնդկաստանն այսուհետ կգնի վենեսուելական, այլ ոչ իրանական նավթ։ Մեծ է անորոշությունը համաշխարհային տնտեսության մեջ։ Նոր ռեկորդներ է սահմանում ազնիվ մետաղի գինը, հունվարի 30-ի դրությամբ հասնելով մինչև 63000 դրամ 1 գրամի համար։ Դրան զուգահեռ աճում է անվստահությունը դոլարի նկատմամբ։ Ճգնաժամի այսպես զգացողությունը մեծ է եւ ներդրողները նախընտրում են իրենց գումարները ավելի շատ պահել ոսկով։
Դրան գումարած կա որոշակի սպեկուլյացիա, այսինքն մարդիկ ոսկու սկսել են առնել, տեսնելով որ ոսկու գինը թանկանում է։ Եվ սա էլ ավելի այսպես զնագնդի էֆեկտ է առաջացրել։ Իրավիճակը էլ ավելի այսպես ծրվեց Տրամպի իշխանության գալով, Տրամպը սկսեց տնտեսական պատերազմները մաքսատուրքերի բարձրացման միջոցով եւ դա լրացուցիչ անորոշություն ստեղծեց համաշխարհային շուկայում, որ կարող է քանդվել համաշխարհային տնտեսական հիմքերը եւ այս պայմաններում մարդիկ նորից զգացին որոշակի վտանգ, որոշակի ճգնաժամ եւ իրենց գումարները փորձում են տեղափոխել այսպես կոչված խաղաղ նավահանգիստներ միջև այս ցունամին անցնի։ Ժամանակակից նանոտեխնոլոգիաների չիպերի արտադրության մեջ մեծ քանակությամբ օգտագործվում են հազվագյուտ մետաղներ, որոնց պահանջարկը եւս նպաստում է համաշխարհային տնտեսության մեջ ոսկու, արծաթի գների շեշտակի աճին եւ ոչ միայն։ Բղնձի, մոլիբդենի, պլատինի, պալադիումի արժեքները նույնպես բարձրացել են։ Բացի այդ համաշխարհային այսպես տնտեսությունը լրացուցիչ անվստահություն $1 նկատմամբ պայմանավորված Տրամպի քաղաքականությամբ սա եւս իր ազդեցությունն է թողնում։ Այսինքն մենք բազմաթիվ գործոնների հետ ներկայումս գործ ունենք, որոնք այս կամ այն չափով ազդում են։ Օրինակ մեր հարևան Իրանում դոլարի փոխարժեքը կտրուկ աճել է, դա արդեն իրենց ներքաղաքական իրավիճակով պայմանավորված։ Այս տեմպը շարունակվելու դեպքում մենք ունենանք նաեւ որոշակի գնաճ համաշխարհային տնտեսության մակարդակում։ Հայաստանի ֆինանսական շուկայում դրամը ներկայումս ցուցաբերում է հարաբերական կայունություն հիմնական արժույթների նկատմամբ։ $1 արժեքը պահպանվում է մոտավորապես 380 դրամի սահմաններում, եվրոինը 450, իսկ ռուբլին հասնում է 5-ի առանց կտրուկ տատանումների։ Ունենք տարբեր գործընթացներ, որոնք ամենը իր ազդեցություն են համաշխարհային շուկայի վրա։ Նույն օրինակ համաշխարհային շուկայի համար շատ կարևոր է նավթի գները։ Նավթի գների վրա էական ազդեցություն ունեն քաղաքական իրավիճակը, Վենեսուելայի նկատմամբ, Իրանի նկատմամբ։ Այս ազդեցությունները շատ դժվար է գնահատել կարճաժամկետում, որտեղ դրանք անընդհատ փոփոխվում են եւ դրանց վրա այլ գործոններ են ազդում։ Եվրոպական միությունը որոշել է 2027-ից հրաժարվել ռուսական նավթից։ Փոփոխությունների նոր ալիքը անխուսափելի կլինի նաև սև ոսկու շուկայում։ Փորձագետները դժվարանում են երկարաժամկետ կանխատեսումներ անել, սակայն մի բան ակնհայտ է՝ ազնիվ մետաղի ռեկորդային արժեքը դեռ երկար կպահպանի դիրքը։ Անիկ Գրիգորյան, Սյունիք, լուրեր։